Բարի լույս սիրելիներս։ Տեր Հայր, եթե փոքր տարիքում մկրտված մեկը մեծանալուց հետո լքում է իր հավատքը, այս դեպքում ծնողը մեղավոր է։ Սիրելիներս, եթե որևէ մեկը երեխա ժամանակ մկրտվել է, բայց հասուն տարիքում հրաժարվել է Քրիստոսից, միայն ինքն է պատասխանատու իր կատարած քայլերի եւ գործերի համար։ Չի կարող ծնողը պատասխանել մեկի համար, ով գիտակցաբար հրաժարվել է Քրիստոսին հավատալուց։ Ծնողը երբ է պատասխանատու, երբ որ իր երեխային չի դաստիարակում հոգևոր դաստիարակությամբ, չի մկրտվել, հասունանալուց հետո երեխան հրաժարվում է ընդունել Քրիստոսին։ Այդ պարագային ծնողը մեղավոր, որովհետև իր պարտականությունից ամենակարևորը իր երեխային ծանոթացնել էր Քրիստոսի հետ։ Երբ որ երեխան ծնվում է, այդ բայց սկսած ծնողը պետք է զբաղվի նրա հոգևոր դաստիարակությամբ, ոչ միայն մկրտությամբ, այլև ընթերցանությամբ, աղոթներ սովորեցնելով, եկեղեցի տանելով, նրա ոտքերը Աստծո տուն գնալուն վարժեցնելուն եւ վերջապես ամենակարևոր սուրբ հաղորդություն ճաշակելով։ Եթե որևէ մեկը հրաժարվում է Քրիստոսին հավատալուց, չափահաս մարդներ կարող է։ Այնպես մենք վստահություն չունենք, որ որևէ մեկը կարող է հասուն տարիքում հավատալ, մկրտվել, հետո չհեռանալ Քրիստոսից։ Սա պայման չէ։ Սուրբ գրքի մեջ եւ մեր երկրավոր կյանքի մեջ շատ են օրինակները, ովքեր մարդիկ հավատացել են, հետո հրաժարվել են Քրիստոսից։ Այստեղ մեծ բացթողումը մեր ծնողներինն է եւ հատկապես հայ իրականության մեջ, երբ որ մենք մեր ծուլություն արդարացնելու համար կամ մեր հավատքը չունենալու պատճառով, միայն որ գործնական կյանքում չկանք, մենք տեսականոր ենք հավատում Քրիստոսին, ասում ենք երեխան թող ինքը մեծանա, որոշի։ Եթե որևէ քրիստոնյա հավատում է հավիտենական կյանքին, որևէ քրիստոնյա վստահ է, որ հավատալով, մկրտվելով է մարդը դառնում երկնքի արքայության ժառանգը, եւ դու հետաձգում ես ասելով թող ինքը մոտենա, ինքը մեծանա եւ որոշի, դու արդեն երեսպաշտություն ես անում։ Ինչու՞։ Որովհետև մենք երեխայի փոխարեն որոշում ենք ինչ ուտի, ինչ հագնի, որ դպրոցը գնա, նույնիսկ ում հետ ընկերություն, անգամ ում հետ ամուսնանա, բայց երբ որ հարցը հասնում է հոգևորին, մենք ասում ենք թող ինքը որոշի։ Այստեղ է ծնողի պատասխանը, թե ինքը փոքր ժամանակ նրա սրտի մեջ չի դրել Քրիստոսի հանդեպ սերը, հետագայում ինքը պիտի այդ երեխան վրա խնդրի Տիրոջը։ Ժամանակակից սուրբերից մեկն ասում է, եթե մենք այսօր չխոսենք երեխաների հետ Աստծո մասին, վաղը ստիպված ենք լինել Աստծուն խնդրել այդ երեխաների համար։ Ուրեմն ոչ միայն տանելու, մկրտելու, վերջացնել մեր առաքելությունը, այլ մեր ամբողջ կյանքի ընթացքում այդ առաքելությունը շարունակում է, որպեսզի յուրաքանչյուր ծնող իր զավակին այնպես դաստիարակի, որ ինչ էլ պատահի, Քրիստոսի հանդեպ ունեցած սերը նրա մեջ չպակասի եւ ինքն էլ Քրիստոսից չհեռանա։